սկիզբ, ուներ իր ձայնաբարձրությունը, իր տեղողությունը, իր արտիկուլյացիան, կարճ է, երկար է եւ այլն, իր ակցենտով է առանց ակցենտի եւ իր ուժգնությունը, այսինքն նոտաները սկսեցին նմանվել հենց աստղային երկրում բաշխված այդ լուսատումներին, որոնք ամեն մեկը իրարից անկախ, շատ հեռու եւ այլն, պարզապես պրոյեկտացիոն է լսողականի վրա։ Միևնույն ժամանակ եկավ կոմպոզիտոր Ջոն Քեյջ, նույն 50-ական թվականին, որը շփվում էր նամակագրություն ուներ Պուլեսի հետ եւ այլն, ձեզ տարբեր հետաքրքիր բաների մասին է շփվում, որը նույն էֆեկտիվ երաժշտության մեջ հասավ ոչ թե խիստ կազմակերպելով երաժշտական նյութը, այլ ծայրաստիճան չկազմակերպելով երաժշտական նյութը։ Քեյջը իր 50-ական թվականներին մեծ աղքատության մեջ ապրելով, մենք ասում ենք ադիոժիմ է ուսերն ասում են, ուրեմն գաղափարի շուրջ էր աշխատում, որ կոչվեց Music of Changes ժամանակին, փոփոխությունների երաժշտություն։ 50-ական թվականներին ինքը դա զար էր, գցում են նարդու զարից։ Զար էր գցում որոշում էր ինչ նոտա կա։ Զար էր գցում որոշում էր այդ նոտան ինչ արտիկուլյացիա կա։ Մի հատ էլ զար էր գցում որոշում էր այդ նոտան պեդալով կլինի, թե առանց պեդալի դաշնալով։ Մի հատ էլ զար էր գցում որոշում էր թե այդ նոտան ինչ ուղղություն ունենա եւ այլն եւ այլն։ Արդյունքը վերջնական եղավ աբսուրդի հասած երկկազմակերպվածություն։ Այսինքն, երբ որ յուրաքանչյուր նոտան այսպես թե այնպես կազմակերպվում է, այս պարամետրով եւ այլն, արդյունքը կլինի որ այն որ ընդհանրապես կազմակերպված չի, քննի նույն ձևի ինչ որ խիստ կազմակերպված է։ Եվ այդ մի ելակետ է, այդ ինչ կետ է երաժշտության պատմության մեջ 50-ական թվականներին, որից հետո այնուհետև երաժշտությունը նույնը լինել չէր կարող եւ չէր ապրում։ Պոստմոդեռնի շրջանը իր կողմից ոչ մի բարձություն չմտցրեց այդ իրավիճակի մեջ, որովհետև երբ որ խոսում է հղումների մասին, դիֆերանս հասկացության մասին եւ այլն, ես մի քիչ հետո մանրամասն կարգառնեմ որոշ կետերի վրա, դա այդ բարձություն չմտցրեց այդ վիճակի մեջ, որովհետև մենք այսուհետև ոչ միայն ընկալում ենք երաժշտությունը որպես անմիջական էմոցիա արտահայտում, այլ այդ բոլոր գիտելիքների, պաշարների, արխիվների, որոնցից օգտվում է տվյալ կոմպոզիտորը հավաքածու եւ երաժշտությունը ընթերցելու համար գնալով շատ ավելի մեծ ուրեմն շերտեր են պահանջում նաեւ ունկնդրից, այսինքն այն ինչ որ այն երաժշտությունը, որը որ ժամանակին ունկնդրից չի պահանջել մասնակցություն կոմպոզիտորական խոհանոցին, սկսեց պահանջել եւ բնական է որ խզումը, հեռացումը հանդիսատեսի եւ կոմպոզիտորի ուրեմն տեղի ունեն, շատ տեղի ունեն երաժշտության մեջ այսօր։ Մեկ ծայրաստիճան կոնցեպտուալացում է, Վարդանազավենը երեք ասեց, որ կոնցեպտուալ արտիստները գրում են տեքստեր, որ մի հատ լատի կտոր են կախում պատից եւ տեքստ են գրում այս մի էջանցում։ Նույն բանը երաժշտություն չէ լինում։ Ես բացում եմ ժամանակակից կոմպոզիտորների պարտիտուրները, ես ուզում եմ կարդալ ինչի մասին է այս երաժշտությունը։ Ես չեմ պատկերացնում, որ Մոցարտը իր ցանկացած սոնատայից առաջ պետք է սկսել գրել ինչի մասին է երաժշտությունը։ Դա հնարավոր չի պատկերացնել, որ Մոցարտը ընդհանրապես որպես քննադատ երաժշտություն ունենա եւ ինչ որ իր գոլեգայի երաժշտության մասին մի բան ասել։ Ինքը գրում էր երաժշտությունը լսվում է, հետ կա։ Վագները ժամանակ արդեն Վագները կամ Շումանը նրանք բոլորը քննադատներ են, չէ՞, գրում են մեծ հոդվածներ, ինքնահայտվում էին, իրենց ցույցեր տալիս գիտելիքներ եւ իրենց բան եւ այլն եւ որոշում բնորոշում էին ժամանակաշրջանը, ոչ միայն իրենց երաժշտությամբ, այլ իրենց ուրեմն գրություններով տեքստեր։ Մյուս կողմից հատուկ էֆեկտների ուրեմն օգտագործումը, լայն օգտագործումը եւ գործը, ինչ աշխատ հատուկ էֆեկտներ։ Ցանկացած երաժշտական գործիք պայմանականության մեջ ամեն դեպքում որտեղ երաժշտությունը դեպքում է գործիքների կամ ձայների համար։ Ցանկացած երաժշտական գործիք ունի իր հնարավորությունների կոմպլեքս հավաքածու։ Ժամանակին որ լիստը դնում էր այսպես կոչված տրանսցենդենտալ էտուդները դաշնամուրի համար, դա համարվում որոնց դրանց մեկում բարդություն չկա։ Ինքը անցավ բարդության սահմանը։ Իրականում պարզվում մաքսաներով կարի երաժշտության համեմատ, որ տրանսցենդենտալ էտուդների հիման գրավում են երաժշտական դպրոցների շատ բարձր դասարաններում կամ ուսումնարաններում կամ կոնսերվատորիաներում, ժամանակ հատկացնելով ավելի բարդ երաժշտության հետագայում։ Ինչի մասին է խոսքը։ Դուրս գա գործիքի բուն հնարավորություն։ Այսինքն մենք դաշնամուր ունենք, որը որ ստեղնաշարային գործիք է, եւ նույնիսկ ստեղնաշարային մաքսիմալ ինչքան հնչում է կարող դաշնամուրի ստեղնաշարը։ Հիմա պարզվում է, որ դաշնամուրը ունի նաեւ բարեր, որոնք կարելի է օգտագործել։ Դաշնամուրը ունի նաեւ հարվածային էֆեկտներ, որոնք կարելի է։ Եվ նման բան ցանկացած ուրեմն մյուս գործիքների հետ կապված։ Հիմա կոմպոզիտորները, ովքեր հաշվի են նստում այդ խնդիրը, նրանք պարզ հասկանում են, որ մի բան է, որ դու կարող ես ինչ-որ մի բան անել այս գործիքով, մյուս բանը
Դեք ձայնով կարելի է շատ բան, կարելի է շոկով խոսել, կարելի է փրշտալ, կարելի է եւ այլն, հա, բայց օպերայի երգիծողության տեսակը մի տեսակ, հա, որի մեջ շատ բան չի տեղավորվում։ Հիմա նույնը գործիքի, գործիքը մեջով տարածք է անում, հա, պայթից է մետաղ ունի եւ այլն, բայց ամեն դեպքում չի։ Ուրեմն կուրիոզային դեպք եմ պատմում։ Ինձ պատմեցին ուրեմն Կիևի կոնսերվատորիայում, որ մի Իտալիայից եկած կոնտրաֆագոտիստ եկան այդ կոմպոզիտոր ուսանողների ցույց էր տալիս ինչ հատուկ էֆեկտներ կարելի է ստանալ կոնտրաֆագոտից, հասկացած մեծ չափի գործիք է բասայի։ Նվագեց, չգիտեմ, տարբեր հնարներ, տարբեր հնչերաներ, որ հնարավոր գործարներ Մեկը մի հատ հնչյուն նվագեց, կոմպոզիտորներից մեկ ասաց, «Էս ինչ է, սա եմ ուզում»։ Ասաց, հա, այդ իմ սովորական հնչողությունն է։ Այսինքն այնքան են վարտիկ խրճվել սովորական, նույն բան նոտագրության հետ է կապված։ Վիտոր Լյուտասլավսկին, որ մեծագույն կոմպոզիտորներից մեկն է, ասում ես քաչ գիտակցում է, որ այն նոտագրության համակարգը, որ մենք օգտագործում ենք այսօր, ստեղծված է մոտ 500 տարի առաջ, բոլորովին ուրիշ երաժշտություն նոտագրելու համար։ Եվ այդ բոլոր անկատարությունները, որոնք գնալով ավելի եւ ավելի ուժեղանում են եւ ավելի բառային նկարագրություն են պահանջում պարտիկում։ Ես չեմ պատկերացնում, որ Մոցարտը բացի ամենապարզ ինստրուկցիաներից, ասենք նվագել դա արագ, անհանգիստ կամ եւ այլն, ուրիշ ինստրուկցիաներ կատարում։ Գնալով այդ ինստրուկցիաների քանակը եւ կարիքը այնքան մեծանում, այնքան ուժեղանում, որ մենք ունենք հիմա ժամանակակից բացի կոնցեպցիայի նկարագրությունից, նաեւ ունենք հիմնական պարտիտուրաներ մի քանի էջ բոլոր հնարների նկարագրությունները եւ թե ինչ կատարողը պետք է տանի, որտեղ այդ նոտագրությունը այնքան հնամաշտված է, որ այլևս հնարավոր չի շատ դեպքերում, որպես նոտագրական տեսքով, այս վիզուալ, ես մենք կարողանանք վիզուալացնել, այն ինչ որ պետք է իրականում հնչի։ Ուրեմն այստեղ ես առաջարկում եմ մի այսպիսի կետ։ Երբ որ մենք խոսում ենք երաժշտության մասին, հա, ժամանակակից երաժշտություն, ժամանակակից տարբեր երաժշտություններ ենք խոսում, ասում ենք այդ մեկը ուզում է, այս մեկը չի ուզում, ինչի հետևանքում ենք մենք այսպես ասում, շատ դեպքերում, որովհետև մենք շարունակում ենք պահանջել սպասել ժամանակակից երաժշտությունից, ինչ այն այլևս անկարող է ուրեմն տալ։ Եվ մենք շարունակում ենք անվանել դա երաժշտություն, միմիայն այն պատճառով, որ մենք միանգամից դարեր առաջ որոշել է կամ ինչ-որ մարդիկ որոշել է, որ երաժշտությունը դա կազմակերպված հնչյունի արվեստ է։ Ուրեմն եթե մենք ձևակերպենք վիզուալ արվեստը, որպես կազմակերպված գույնի կամ ձևի արվեստ, նույն ողբերգական արդյունքների կգրի։ Բայց հիմա մենք ունենք սահմանումներ, շատ հստակ սահմանումներ, որն է գեղանկարչությունը, որն է ինստալյացիան, որը պերֆորմանսը եւ այլն, տարբեր ժանրերի, ուրեմն հստակ սահմանում։ Հիմա մենք սպասում ենք շատ դեպքերում ժամանակակից երաժշտությունից, որ ինքը անպայման պետք է ուղղված լինի նույն զգայարաններին եւ ունենա նույն սեմանտիկա, ինչ է նշանակում նույն սեմանտիկա, ինչպես երաժշտություն, ինչ է նշանակում նույն սեմանտիկա։ Այդ նշանակում է, որ ցանկացած ուրեմն համահնչյուններ, որոնք պատահում են այդ երաժշտության մեջ, պատմականորեն ժամանակի հետ կապված են ինչ-որ աֆեկտների հետ։ Հիմա այսօր ես հովիկի երաժշտությունն եմ լսում, որպես կոմպոզիտոր, կոմպոզիտորական դաշնջով լսելով, այլևս ես չեմ ընկալում իր երաժշտական որոշ համահնչյունները, որոնք ուրիշները կարող են ընկալել որպես, չգիտեմ, քաոտիկ կամ նյարդային կամ եւ այլն։ Ես այլևս որպես այդպեսին չեմ ընկալում այդ համահնչյունները, ինչի համար, որովհետեւ կարդալով այս երաժշտության սեմանտիկան ես փորձում եմ հասկանալ, թե կոնկրետ հովիկի համար դա ինչ է նշանակում։ Այդ նույն բանն է երևույթը, որը որ պոստմոդեռնի փիլիսոփայության մեջ սահմանված է որպես դիֆերանս, ճիշտ երևույթ է, որ ցանկացած մի երևույթ, բառ կամ չգիտեմ համահնչյուն երաժշտության մեջ գույն եւ այլն, զարգացման, պատմական զարգացման ընթացքում հագեցնում են տարբեր իմաստներով։ Եվ մոնակ որ ասում են Красная площадь ռուսերենում, դա առաջ ասում են Красная նշանակում է գեղեցիկ, այլ ոչ թե կարմիր, ասում են Красная девица, հա։ Գեղեցիկ հրապարակ որպես, հետո կարմիր դրոշածածանվում է կարմիր հրապարակի վրա, հետո դառնում է ժամանակ դառնում է, չգիտեմ, բանի գլխատումների ուրեմն տեղ, արյուն է հեղվում, այսինքն տարբեր բաների հետ է ասոցիացված, կոմունիզմի հետ ասոցիացվում, Իվան Գրոզնի հետ ասոցիացվում եւ այլն, եւ իմաստները կամ նույն բանը տեղի ունենում երաժշտության մեջ, ցանկացած համահնչյուն, պատմական զարգացման մեջ կամ տարածքի հնար հագնում է իմաստներով եւ այսօրվա ունկնդրի շատ բարդ ուրեմն պարտադիր ոչ թե պարտականություն է այսօր կոմպոզիտորները շատ բան են սպասում ունկնդրից այսօրվա որպես
որպեսզի ունկնդիրը այնքան երաժշտական էրուդիցիա ունենա, որպեսզի կարողանա մի իմաստը զատել մյուս իմաստից եւ այս նման կրկնելով երաժշտությունը հասկանալ կոմպոզիտորը ինչն է կարդում ներդրել։ Հիմա ես առաջարկում եմ միգուցե դա շատ վիճելի, շատ կասկածելի, շատ անորոշ ձևակերպում է, որպես գործնական աշխատանքային վերսիա, ես առաջարկում եմ զատել երաժշտությունը, բուն իմաստով երաժշտությունը, հնչյունային դիզայնից։ Ինչի համար եմ այդպես ասում։ Հնչյունային դիզայնը, ես վիրավորական բան չի, ես մամենալից ես վիրավորական բան նկատի չունեմ, եթե դա հնչում է վիրավորական, ուրեմն կարիք կա վերասահմանելու։ Բանը, որտեղ ես գովորովին դա նկատի չունեմ, հնչյունային դիզայն հասկացությունը, ինչի եմ ասում, ես սահմանում եմ ժամանակակից երաժշտության տարբերություններ կան։ Երաժշտություն, որը դիմում է էմոցիոնալ հին նարատիվների, մասամբ պահպանելով հին երաժշտության ինտոնացիոն և ֆակտորային սեմանտիկան է շարունակական հաղորդել երաժշտություն, ես այս մի քիչ կբացեմ։ Այսինքն երաժշտություն, որ դիմում է այն հուզական աշխարհին, որը ծանոթ էր դասական երաժշտությանը, կամ երաժշտություն, որը խոսում է պոլիտիկայի մասին, սիրո մասին, չգիտեմ եւ այլն, որ մեր գեր նարատիվների ուրեմն համակարգը պահպանում է թեկուզ մանր ուրեմն համակարգով, եւ երաժշտություն, որը օգտվում է համապատասխան արտահայտչամիջոցներից, որտեղ այդ բոլոր էլեմենտները ունեն նույն նշանակությունը, ինչ դրանք ունեին դասական երաժշտության մեջ, ինչ-որ ֆակտորաներ, շարժումների տեսակներ, ասենք նվագակցություն եւ մելոդի օրինակ այս ուրեմն տարբերակը, որ դասական երաժշտության մեթոդներից է, այլ ժամանակակից երաժշտություն, կամ ժեստեր, ուրեմն որոնք հատուկ են դասական երաժշտություն, շարունակում են մավակել երաժշտություն։ Այն երաժշտությունը, որտեղ այդ բոլոր երևույթները, բոլոր կոմպոնենտները այլևս չեն պահպանում իմաստը, չեն պահպանում նույն գերակավորումը եւ չեն դիմում նույն էմոցիոնալ աշխարհի, ես անվանում եմ հնչյունային դիզայն, որը նույն ձևի, եթե ոչ ավելի պրոֆեսիոնալիզմ է պահանջում հեղինակից, նույն ձևի արվեստ է, ոչ պակաս, ոչ ավել արվեստ է, եւ նույն ձևով ուրեմն հնչյունային արվեստ է բնականական, բայց պարզապես զատելով, տեսեք ժամանակին Պիեր Պուլեզը ասել է, եթե ինձ ինչ-որ մեկը կարող ճիշտ է հիմա էլ չերս, ժամանակին ասել է, եթե ինձ ինչ-որ մեկը ապացուցի, որ Շուբերտը երաժշտություն է գրել, դա կնշանակի, որ ես նման բան երբեք չեմ արել։ Եվ նա ճիշտ էր ասել, որովհետև նրան չէին ստեղծագործում նույն արվեստատեսակի մեջ։ Այն ինչ անում է Պուլեզը, բոլորով ուրիշ արվեստատեսակ էր, այն ինչ որ անում է Շուբերտը, ուրիշ արվեստատեսակ էր, պարզապես պատակեց, որ երկուսն էլ հնչյունների հետ կապ ունեն, եւ երկուսն էլ ունեն միևնույն գործիքադարան, այսինքն ժամանակակից ճիշտ է, էլեկտրոնային երաժշտություն արդեն գոյություն ունի, կոմպյուտերային երաժշտություն արդեն գոյություն ունի, բայց միևնույն է կոմպոզիտորները մեծ մասամբ շարունակում են դիմել նույն գործիքադարանին ու երաժշտական գործիքների եւ այլն, որոնց որ դիմում են կոմպոզիտորները անցյալում, պահպանելով բոլոր պայմանականությունները, որոնք կապված են այդ գործիքների հետ, ջութակը ունի 4 լավ, որոնք լարվում են սոլ, ռե, լա, մի, ուզում է ի երաժշտություն, ուզում է ժամանակակից երաժշտություն։ Ժամանակակից կոմպոզիտորին արտիստի տրվել է այդ պայմանականությունը եւ կոմպոզիտորը ստիպված ինչ է ուզում անի, չի կարա այդ ջութակ նվագելու տեխնիկայից են կողմն է։ Ինչ ասես արեցին։ Այդ լարերի ուրեմն դարվածքն են կողում, այդ քանակն են շատացնում, պակասացնում եւ այլն, բայց միևնույնն է գործիքը որպես կոնվենցիա գոյություն ունի կոմպոզիտորի համար, ասել կոմպոզիտորը անկամ ցանկանալով բաց անել բոլորովին ուրիշ տեսակի արվեստ, մինչև որս կապված է այդ կոնցեպցիայի, կոնվենցիաների։ Կոմպոզիտորները այսօր աշխատում են տարբեր խորհրդանիշների, այսինքն ինչ-որ ֆրազ կամ ինչ-որ երաժշտական հարմոնիա կամ երանգավորում եւ այլն, եւ ինչպես ես ասացի, նույն դիֆերանսի շնորհիվ դառնում են մի կողմից թաղումներ, մյուս կողմից խորհրդանիշներ, մյուս երրորդ կողմից սիմուլակրներ, այսինքն ինչ-որ մի երևույթ, որի կաղապարը կա, բայց որի նշանակությունը բավականին արդեն դուրս է կաղապարից։ Վերջով Ժերար Գրիզեն ժամանակակից կոմպոզիտորը այսպիսի մի շատ հետաքրքիր դրույթ կա տեղափոխեց։ Ասում եմ, Բեթհովենի ժամանակ, երբ որ կոմպոզիտորները օգտվում էին դասական հարմոնիայից, գոյություն ուներ ակորդների կամ տարբեր հարմոնիաների հաջորդականության մի քանի տեսակ, մի քանի տարբերակ, այս ինչ հնարավոր է, ինչ հնարավոր չէ, դասական հարմոնիայի տեսակետից, հա։ Եվ կոմպոզիտորը, որը ունի լուծման կենտրոնային 3 տարբերակ տվյալ սիտուացիայից, եւ կիրառում է 4-րդ տարբերակը, դառնում է նորարար, դառնում է հանճար, դառնում է բաց, ուրեմն նոր դաշտեր բացող, ուրեմն կոմպոզիտոր։ Այդ պայմաններում, երբ որ մեր օրերում ցանկացած փոխում հնարավոր է
արգելված, չարգելված, չգիտեմ, պայմանականության, ասեմ, թե ակուստիկորեն, թե եւ այլն ցանկացած տեսակետից, ուրեմն երևույթներ այլևս բան չեն, այլևս կասկածելի, ասեմ, թե ավանդույթից դուրս եւ այլն այլևս չեն դիտարկվում, եւ այն ժամանակներում, երբ արդեն այլախոհ լինելն ինքը կամաց սկսում է բացառվել, 20-րդ դարում դեռ վերապրեցին մի քանի կոմպոզիտորներ, որոնք այդ մեյնսթրիմից դուրս կարող են դիտարկվել, հա, ասենք Colin Napier կամ Galina Stoicka կամ եւ այլն այսպիսի կոմպոզիտորներ, ովքեր խիստ անհատական, ոչ մի բանի չնմանվող արվեստ են ստեղծում, անկախ նույն կոմպոզիտորները ապրեին իրենք մեր օրերում 21-րդ դարի սկզբում, միևնույն է նկարագրելի կլինեին այս կամ այն, ասենք, պոստմոդեռնիստական, ոչ պոստմոդեռնիստական, չգիտեմ եւ այլն տարբեր տեսակի մտածողության կերպերից մենք ինչ-որ իրենց հատողել ինչ-որ մի հատ իդեոլոգիա պետք է գտնեին, թե ուսումնասիրողները թե իրականում մտածողի տեղավորվել տանելուչի մեջ։ Եվ ուրեմն մի բան կուզենայի շեշտել վերջը, որ հնչյունային աշխարհը, որը գործածում է ժամանակակից երաժշտությունը ընդհանուր առմամբ, լինի իմ բնորոշումով հնչյունային դիզայն, թե լինի երաժշտություն եւ այլն, հնչյունային աշխարհը այլևս չի գնահատվում որպես դիսոնանտ կամ կոնսոնանտ, որպես լավը կամ վատը, այսպես ասենք, մանավանդ Քեյջից հետո, ձեռնուտիզմից հետո, որը երաժշտության վարակացել է 60-ական թվականներին, նրանք զուրկ են այլևս ի վերուստ տրված կամ արխետիպորեն ուրեմն հավաքված էմոցիոնալ լիցքից, որը վերագրում է դրանց հին երաժշտությունը, եւ կարծես կոմպոզիտորները, որոնք ստեղծագործում են այսօր, դնում են նոր իմաստներ հնուց ի վեր մեզ հայտնի տարբեր մոդելների, կոնստրուկցիաների մեջ, ինչ անել դրա երաժշտությունը ինքը գնում է ճանապարհներ, թե ինչ անել վերադարձ կոլեկտիվ ստեղծագործում, հա, երբևէ ասենք ռոք խմբի ֆենոմեն չէր կարող հազիվ թե կարող էր ծագել 19-րդ դարում, հա, 20-րդ դարում այդպիսի մի բան, կա կոլեկտիվ իմպրովիզացիա, կա մի աշխատանք, այսինքն պրիորիտետ երաժշտության մեջ երաժշտությունը արդեն վաղուց կամաց եւ ինձ թվում է մենք իմանալով ժամանակակից վերջին տասնամյակներում գրված երաժշտություն, կամաց ազատվում է վերջին նարատիվ